Ես մի րոպե պատկերացրեցի, եթե ինձ հարցնեն 3 քաղաքական սխալ կամ հանցագործություն Նիկոլի կողմից եւ 3 տնտեսական սխալ, ինչ ես կասեի։ Հիմա ես դա ձեզ ասեմ։ Իհարկե, առաջինը քաղաքական սխալներից դա Արցախի կորուստն է, գնալ հայտարարել սա մերն է եւ վերջ, հրաժարվել, այստեղ արդեն ասվեց Մինսկի խմբի առաջարկներից եւ հետո իմիտացիա անել, պատերազմի տեսեք, իմիտացիա անել։ Նախորդ իմացել եմ, որ թող մի 4-5 հազար էլ զոհվեն, որ հայ ժողովուրդը մտածի, որ իրականում պատերազմ ենք արել ու պարտվել ենք։ Մենք պատերազմ չենք արել, մենք զորակոչ չենք ունեցել, մենք չենք մոբիլիզացրել բանակը, մենք չենք աշխատացրել գործարանները, որոնք կարող էին զինամթերք արտադրել եւ այլ։ Սրանք կոնկրետ հանցագործություններ են։ Երկրորդը, որ ես կուզենայի ասել, դա սահմանազատում, սահմանագծումն է։ Երկար բարակ աշխատել ենք։ Պարզվում է, որ Հայաստանի վերջին սահմանը Ադրբեջանի հետ ստորագրվել է 1988-ի հունվարի 12-ին 5-ական մարտ երկու կողմից ստորագրել են այդ թվում նախարարների խորհրդի տեղակալների մակարդակով։ Ադրբեջանը միակ հարևանն է, որի հետ մենք ամբողջովին սահմանագծված ենք, ոչ միայն սահմանազատված, այլ սահմանագծված։ Սահմանագծված է 975 կիլոմետր սահմանից 969։ Մենք այստեղ քանի որ աղմուկ բարձրացրեցինք, բարեբախտաբար այդ 5 ստորագրողներից մեկը դեռ ողջ է, մնացածը մեծ են բանի բնական պատճառներով մահացել է եւ այլ։ Այստեղ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եւ Մեհեր Գրիգորյանը, այդ պացեվիստը, չես հասկանում ինչի համար է աշխատում, պիտի ասվի այս մարդկանց անունները, հայտարարեցին, որ դա չի հաստատվել, դա հաստատվելու կարիք չունի։ Բա որ դու ասում ես, ընկեր ջան, որ մենք ուրեմն Ալմատայի հռչակագրով ենք անում, նախքին ԽՍՀՄ սահմաններով, բա վերջի թուղթը սահմանը եղել է 88-ին, եկել է, չի ամաչում, այստեղ կանգնում ասում է 76 թվի քարտեզով ենք անում, որովհետև Ադրբեջանը պահանջում է, Ադրբեջանն էլ ասում է, որ ինքը խորհրդային Ադրբեջանի իրավ հաջորդը չի, այլ ադրբեջանական մուսաֆատիստական Ադրբեջանի հաջորդն է։ Բայց դու չես Ալմատայի անուն տալիս։ Կամ, եթե դու Հայաստանի սահմանը չգիտես, դու չգիտես Հայաստանի 29743 կիլոմետր, դեռ պիտի սահմանազատես։ Ես ես սուտ, ասենց լկտիություն չեմ կարող պատկերացնել։ Բայց ավելին, այս սուտ ես ակնհայտ բանը, տրամաբանական բանը, որ ես ասում եմ, բայց մի հատ ես աղմուկ չբարձանա ամբողջ հանրապետությունով մեկ, ես ինչ ես անում։ Ես ու նրանք տրամադրության տակ կակ ավելի պակաս, քան 20000 կիլոմետր է։ Մենակ Գորիս Կապան հատվածում 440 կիլոմետր ընկզիչ է, որը լրիվ մերն է։ Մենք չէինք կարող Գորիս Կապան ճանապարհը կառուցել Ադրբեջանի տարածքում, այդպես բան չկա։ Ճանապարհը կառուցվել է հայկական ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ։ Հայկական ԽՍՀՄ նախարարների խորհուրդը այլ պետության տարածքում կամ այլ հանրապետության տարածքում անելիք չուներ։ Եկավ ասեց «Էյ վազլի չայզամլի», խոթարկներ են։ Գողերը տվեց դուրս եկավ այդ ճանապարհի։ Ավելին, մենք նույնիսկ հաշվել ենք ինչքան պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքը 1988-ի հունվարի 12-ին այն պետք է լինի 30157 քառակուսի կիլոմետր։ Այսօր 29000 էլ չկա։ Եվ այս տալը շարունակվում է երրորդը, Մեղրի, օգոստոսի 8-ը, լսեք, էսի նույնիսկ ես չի ուզենա, որ Ղարաբաղի Արցախի ներկայացուցիչները այստեղ նստած են բանան, էսի ավելի ծանր է, քան թե Արցախը։ Ավելի ծանր է։ Ոչ ոք չգիտի լայնությունը ինչքան պետք է լինի։ Ինչ գործ ունի Հայաստանին վերաբերող թեկուզ Միջանցք, նախ դա Միջանցք է, որ անընդունելի է, բայց ինչ գործ ունի այդ Միջանցքի օգտագործման տնօրինման տիրապետման տակ Ադրբեջանը ստորագրի։ Եկուց Հայաստանն ու ԱՄՆ-ն կարող են դուրս գալ, Ադրբեջանն ասել է ես դուրս չեմ գալիս։ Եվ ինչքան պետք է լինի կիլոմետրով լայնությունը, ես հո գիտեմ, իբրև նախկին վարչապետ, որ Մեղրիից հետո դեպի արևելք Ադրբեջան, այնտեղ հազիվ մի 10 մետր գետի ափով, որ գցել են երկարգից, դա չի հերիկելու։ Պահանջել են, որ լեռների ստորոտով կանցնի ճանապարհը, կտեսնեք։ Կտեսնեք ինչ է լինելու։ Ի վերջո Մեղրիից օգոստոսի 8-ի ստորագրությունից հետո հայ-իրանական սահման չկա։ Ոնց ֆռացրին Իրանի նախագահն եկավ, խափրտեցին գնաց։ Հետո գնացին այդտեղ արդեն գլխին կան Իրանում, թե ինչ է կատարվել։
Ոնց եք պատասխան տալու ԵԱՏՄ-ից դուրս ես գալի, այսօր հիմա հերթական սուտը պիտի ասի Մոսկվայում հանդիպելով Պուտինին, թե նա չէ որ կարծնի ասի, այս ԵԱՏՄ-ից դուրս եք գալիս, ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման ապրանք ա մտնում։ Բտղա ջան, բա եթե այս բանը ստորագրում էիր, մեր հետ նոյեմբերի 9-ին ստորագրել էիր, ընդեղ էլ միջանց չէր, անխոչնդոտ ճանապարհ, բա նախի չէիր անում։ Այս աղետը հələ գալու է, շատ ահավոտ աղետ է։ Սրանք Երևանը գազա են դարձնելու։ Կտեսնեք։ Նույնիսկ չէ, այ վտանգը սա է, այդ մեղրիով տոգորվեք, այդտեղ ընդհանրապես կործանվում է հայությունը։ Հայ անունը, դա հենց այնպես միջանցք չի։ Այն որ գալիս ասում է, մեջը գրած է ինքնիշխանություն։ Երկրորդ օրն է գալիս ասում է, բայց մաքսատուն չի լինելու, սահմանապատ չի լինելու։ Գնացեք այսօր փորձեք մի հատ տուն գնել կամ մի կտոր հող վերցնել այդ հատվածում կառուցել։ Կտեսնեք, որ կստանաք 3 մատի կոմբինացիա։ Եվ 3 տնտեսական հարցեր։ Ուրեմն հա քիչ մնաց։ Լավ, այս մարդու բյուջեն այս տարի 3 տրիլիոն 400 միլիարդ տվավ ծախսերով։ 2017-ի բյուջեն ծախսը եղել է 1 տրիլիոն 530։ Կարծես թե 1 տրիլիոն 900 միլիարդի տարբերություն կա, ճիշտ է, ճիշտ է։ Բայց այս տարվա բյուջեում 1 տրիլիոն 20 միլիարդը ծախսվելու է արտաքին պարտքի տոկոսների սպասարկելու եւ մարելու համար։ Ուրեմն այդ 3-4-ից հանեք 1 տրիլիոնը, չի կարող տնօրինի։ Ընդեղից էլ հանում ենք ընդամենը 100 միլիարդ։ Ստացվում է 1 տրիլիարդ 400 միլիոն, 1 տրիլիոն 400 միլիարդ, պիտի համեմատենք 2 տրիլիոն 400-ի։ Հիմա գնաց այս ընթացքում եղել է 33%։ Այսինքն այսօրվա բյուջեն էլ նույնն է, մարդը, որտեղ գինը աճում է, աշխատավարձը համապատասխան չի աճում, ծախսելու հնարավորությունը փոքրանում է։ 900 միլիարդ է ստից անում։ Ուրեմն աշխատելով 7.5 տարի բյուջեն ունենք նույնը, ինչ որ 2017 թվին։ Երկրորդ հարցը, աղքատության հարցը։ Այս բյուջեն ընդհանրապես իրանց մոտ հարկաբեր չի, որովհետև բյուջեի մեջ տեսակարգի ծառայությունների, ֆինանսների եւ շինարարության աճումը, որտեղ հարկը 3 անգամ քիչ, քան ասենք արդյունաբերություն, որովհետև այդ ճյուղերում ավելացված արժեքի տոկոսը քիչ է, ավելացված արժեք չկա, հա գնա արա, ես կարամ չէ բյուջեն ավելացնեմ, այսօր կամ 3.6-ա, դարձնեմ 5.6 մի անգամից, ասեմ 2 տրիլիոն պարտք եկալեք, բայց պիտի հիշեմ, որ այդ 2 տրիլիոնը մի օր գալու է, որ պիտի վերադարձնեն։ Այս ֆոկուսներով եւ չհանդիպելով որակյալ քննադատության շարունակում է պետության գործը։ Աղքատությունը 25%-ից դառել է 23.8% 8 տարում։ Իսկ ծայրահեղ աղքատությունը 1.8%-ից դառել է 2.1%։ Ծայրահեղ աղքատությունն աղքատությունն է, որտեղ $1 օրը չի հասնում ընտանիքի մարդուն։ Այսինքն հացի փող համարյա թե չունի։ Մենակ հաց կար առնի ուտի։ Էլ չեմ խոսում կոմունալ վճար, գույքահարկ եւ այլ։ Սա էլ նկատի ունեցեք։ Եվ եկամուտները։ Եթե նայում ենք գների աճը հանում ենք եկամուտներից, ուրեմն ստացվում է հետևյալ պատկերը։ Ես մի րոպե էլ չտևի, հա, եկամուտները, ուրեմն միջին կենսաթոշակը 40,000 դրամից դառել է 48,000 դրամ, գները աճել են 33%, մենք ստանում ենք -6% կենսաթոշակառու մոտ։ Ներառյալ նրանով, որ որոշ գումարներ հիմա հետ են տալիս, որ ծախսում ես։ 6%։ Գյուղում եկամուտները պակասել են 7.5 տարում 22%։ Գյուղում էլ ապրում է 500,000 մարդ։ 400,000, այսինքն 1 միլիոնի մոտ եկամուտները պակասել են։ Նու այն 3 միլիոնից 1 միլիոնը, հիմա արդեն 3 միլիոն ենք շնորհիվ Շաքերտավոր ասած Ղարաբաղից եկած ներգաղթի, եւ այն երրորդ բանը, որոնք աշխատում են պետական սեկտորում, բիզնեսում, այո, այստեղ մենք ստանում ենք եկամուտները, որ ավել են աճել 8 տարում 7%-ով, քան թե գները։ Այս ընդամենը։ Բայց այդ եկամուտներն էլ սենց այս հիվանդանոցի միջին ջերմաստիճանն է։ Ամեն տարի 50 միլիարդ պաշտոնյաները պրեմիա են ստանում։ Եվ այդ պաշտոնյաների 90%-ը Փաշինյանի կուսակցությունից են, այն 10%-ը էլ կարողանում է կողքից արդեն Արամ Զավինի Սարգսյանը խլել, հա, հասկանում ես, ոչ մի բանի չի հասել, բայց ինքը ամենտեղ խցկվում է, իր մարդկանց դնում են։ Բայց այդ պաշտոնյայի, այդ հիվանդանոցի միջին ջերմաստիճանի տրամաբանությամբ այդ փողը կարանք մենք միջինի վրա հաշվենք, ինչ կապ ունի մարդը։ Այդ դեպքում ստացվում -1%։ Սա է, սան բացարձակ թվեր են, ես ես հավատացնում եմ, ոչ միտեղ ես անդադ ասում եմ, սա ոչ միտեղ էլ չէր համարձակվում հա կաճառել, կամ ասել բեկեք ընդդիմախոսենք եւ այլն, այս բան գույություն չունի, չի կարող լինել, ես հավատացնում եմ եւ ես կուզենայի, որ դուք այստեղ նստածներդ եւ սկսած պարոն նախագահողից տոգորվեք այս տնտեսական, քաղաքական այս մի քանի փաստերով, որոնք շատ կարեւոր են։
Շատ կարևոր են նրա դեմքին դա նետելու համար, ես ինչս անում։ Իսկ ընդհանուր առմամբ ես impeachment-ին կողմնակից եմ, ես չեմ կարծում, որ մենք գործ ունենք Դավաճանին։ Դավաճանն է, որ մեր հետ էր, հետո մեր դեմ է գործում։ Ինքը սկզբանե դե ցաղել։ Նրանց հետ պայմանավորված։ Այստեղ նույնիսկ Դավաճանի հետ գործ չունենք։ Հասկանում եք, մենք բարձրապես գործ ունենք մեր հակառակորդի հետ եւ շատ ծանր է պատկերացնել ինչ ենք անելու, եթե հայրենի իշխանությունը այդպիսի նշանակություն